Կալանավորումների Արցախից պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորման մասին հայտնեցին, ինչ վերաբերմունք ունենք առհասարակ այս գործընթացի վերաբերյալ եւ հենց Դավիթ Գալստյանի կալանավորման։ Ես կարող եմ ենթադրել, որ քննչական կոմիտեի կողմից հայտարարված 16 կալանքի ներկայացվածների մեծամասնությունը հաստատ կալանքի որոշում են տալու, որովհետև Փաշինյանի կողմից իջեցվել է ցուցում եւ իրենք այդ ցուցումը կատարել չեն կարող։ Սրբազանի պարագայում մենք տեսանք, որ մակագրվել է այնպիսի մի դատավորի, որից որևէ բան ակնկալել հնարավոր չէ։ Ես նույնիսկ կարող եմ ասել, որ չեմ հավատում, ես նույնիսկ կարող եմ ասել, որ երբ այդ մասին լուրը տարածվեց, իրավական համակարգի հետ կապ ունեցողները կամ փաստաբանները բոլորը արդեն իրենց հերթին այսպես դատավճիռը շակերտներում ասեմ, դատավճիռը կայացրեցին, որովհետև Մասիս Մելքոնյանից որևէ այլ բան ակնկալել հնարավոր չէ։ Այսինքն մենք հաջորդաբար տեսնելու ենք մնացած բոլոր բաներ։ Գիտես, իրականում մեր իրավական համակարգը այնքան են ապականել, որ ակնկալել, որ եւ քննչականից եւ դատարանից օրենքին համապատասխան որևէ որոշում կլինի, միամտություն կլինի, որովհետեւ հենց ամբողջ գործը, որ մենք տեսնում ենք, ինքը իրավական process-ի հետ որևէ կապ չունի։ Մենք տեսնում ենք, որ ապացույցները, որպես ապացույց ներկայացվող, չգիտեմ, խոզարկության արդյունքները կամ այն փաստաթղթերը, որոնք որ իրենք հրապարակում են, իրենց մեջ հակաիրավական որևէ տար չեն պատկերապարունակում։ Այսինքն իսկ ձայնագրությունները, գիտեք, ես չեմ վստահում այս իրավապահ համակարգի կողմից հրապարակված որևէ ձայնագրության։ Իսկ թղթի պլանը, գիտեք, դա զավեշտ է, անկեղծ եմ ասում, այդ հեղաշրջման պլանի մասին է, չէ՞ խոսքը։ Չեք կարողանում հեղաշրջմանը լավ պլան չեք գտնում, թե լավ մեյքերներ չունեք։ Եթե մենք խոսում ենք այն պլանի մասին, որը որ Երևանից հրապարակվել էր, որը այսօր պարզվեց, որ 2024 թվականին էր վերաբերում, ինձ համար եկեք սկսենք նրանից, որ այդ պլանը հիշեցնում էր 2018 թվականի պլանը եւ ինձ մոտ տպավորություն է, որ պարզապես իրենց նախկին պլանները հանել են դրել են շրջանառության մեջ, փորձելով վերագրել հեղաշրջման process-ին, պարզապես մոռացել են տարեթիվը 2025 թվական գրել։ Փաշինյանի կամ Փաշինյանի թիմի կամ Սիվիկի սենյակներում նկարված այդ պլանը, որը որ դրվում է նաեւ քրեական գործի հիմքում, պարզապես աբսուրդ է։ Հետևաբար այս process-ը իրավական չէ եւ ես այսօր մի անգամ եմ դա ասել, ես շատ եմ ցավում, որովհետեւ սրանով անլրջացնում են իրավական համակարգը ու նաեւ պետությունը։ Իրենք հավերժ չեն, բայց արդյունքում մեր իրավական համակարգի նկատմամբ վերաբերմունքը վստահությունը այնքան ցածր է եւ կասեի 0 է, որ մեզանից մեկը այսօր չի փորձում նույնիսկ հավատալ իրենց կողմից հրապարակած այդ ձայնագրությանը։ Հասկանում եք, երբ որ դու չես հավատում համակարգին, չես կարող հավատալ համակարգի կողմից էլ ներկայացված փուլերին։ Նայելով թե ընդդիմությունների գործողություններ անում, ինչպեսի ենթադրյալ պլանները մշակում, ինչ պլանները մշակում, ոնց որ թե լավ հավերժ են Եթե խոսքը վերաբերում է այդ քո նշած հեղաշրջման պլանն ես նշում, ապա ես շատ կասկածում եմ, որ դա անդիմության շրջանակներում մշակված ինչ-որ պլան է եղել, բայց հարցը հետևյալումն է, այո, դուք կարող եք մեղադրել անդիմությանը, որ մինչ այժմ Փաշինյանը իշխանության է, եւ ես ինքս էլ ինձ հրավեշտում եմ այդ մեղքը, նաեւ իմ մեղավորությունն է, որ մինչ այժմ Փաշինյանը եւ իր թիմակիցները իշխանության են, եւ մենք ականատես ենք լինում այս process-ներին։ Բայց միևնույն ժամանակ եկեք բոլորս էլ արձանագրենք, որ միայն այս վերջին փուլում է, որ մենք հասարակության մեջ իսկապես կարող ենք արձանագրել իսկապես մթնոլորտի լուրջ փոփոխություն։ Եվ եթե դա եղավ ես չեմ կարող դա վերագրել ընդդիմությանը, եւ դա պարզապես կարող եմ ասել, որ Փաշինյանի հիստերիկ վարքագծի հետևանքն է։ Եվ մարդիկ ի վերջո կարողացան օբյեկտիվորեն գնահատել Փաշինյանի եւ գործողությունները եւ այն ինչ որ կարելի է Փաշինյանից սպասել։ Հիմա իրականում մթնոլորտը բոլորովին այլ է եւ ես կարծում եմ սա ճիշտ պահն է սկսել քննարկումներ եւ կատարել ճիշտ գործողություններ։ Ինչ քննարկումներ, պանելային խոսքը ընդդիմության քննարկումների, գործողությունների պլանի քննարկումներին է վերաբերում։ Մեկ էլ ինչ որ մեկը սլիվ անում, ասում է, տեսեք ինչ են մտածում, էլի զախոցում։ Ես անկեղծ ասած հիմա չեմ կարող այսպես ասել, թե
եթե դու ակնկալում ես, որ ես պետք է ասեմ, թե հաջորդ քայլը էս պետք է անի, ընդդիմությունը սա պետք է անի եւ այլն, այս պահին ես չեմ կարող այդպիսի հայտարարություններ անել, բայց ես տեսնում եմ, որ իրականում հասունացել է մթնոլորտը, որին պետք է տրվի համարժեք պատասխան։ Սպասի ես